Բարևում եմ բոլորիդ սիրելի հետևորդներ ջան, մեր մոտ երեկոյան ժամերն է, ժամը 5-ն է, հստակ ասեմ, և արևը շուտով մյուս կողմը կանցնի, քանի որ միշտ ասել եմ, որ իմ տան տարածքը սարի այս մյուս կողմն է և արևամուտը իմ մոտից չի երևում, սակայն դրա փոխարեն արևածագն եմ դիմավորում և հենց այդ պահից էլ ամեն ինչ սկսվում է իր հունով ընթանալ, դե չհաշված բնական աղետները։ Սիրելի հետևորդներ ջան, քանի օր է մեղուներիս չեմ նայել, չեմ բացել ու չգիտեմ ինչ է կատարվում, քանի որ այս կարկուտը որ եկավ, ես վստահ եմ, որ նաև մեղուներիս ա վնասել, քանի որ դա օրվա այն ժամն էր, որ աշխատավոր մեղուն դեռևս չէր վերադարձել և մնաց անտառում։ Չգիտեմ, ընդհանրապես մեղուները կես ժամ առաջ վտանգից հասկանում են ու հնարավորինս թռչում են իրենց փեթակ, բայց քանի որ գիտեք, մեղուները մինչև 5-6 կիլոմետր թռչում են իրենց փեթակից, այդքան հեռանում են, որ մեկը հասցրել է, որ մեկը չի հասցրել կամ թաքնվել են ծառերի, ճյուղերի ու տերևների տակ, բայց շատ սաստիկ էր այս կարկուտը, շատ խիտ էր ու փոթորիկը շատ ահավոր էր։ Չգիտեմ, մի մասը երևի մնաց այդպես կոտորված, բայց մեղուն մի այնպիսի բան է, որ անընդհատ ինքը զարգացման մեջ է, անընդհատ սերունդը փոխվում է, բայց դրան էլ ժամանակ կա, կարելի ասել 21 օրը մեկ մեղվի սերունդը արդեն ձվից սկսած մինչև հասունացման պահը արդեն լիարժեք մեղու է լինում, ծնվելուց 3 օր հետո էլ փեթակից արդեն դուրս է գալի աշխատելու։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, ստեղ ես պատրաստել եմ, որ ծուխը արդեն լինի, փթրակ, փշրվող փետեր եմ բերել, որ կարողանամ իմ մեղուների հետ աշխատել, նաև գիտեք, որ ձագ էի վերցրել, դա էլ չեմ կարողացել նայել, որ տեսնեմ արդյոք մայր են գործել, թե ոչ, ու չգիտեմ ինչ վիճակում կլինի։ Դե իհարկե կբացեի, բայց եղանակային պայմանները շատ ահավոր էր, անընդհատ անձրև ու անձրև։ Այսօր առավոտվանից արև էր, շոգ էր, չնայած որ քամի սառն ա փչում։ Հենց որ ծուխը լինի, արդեն կբացեմ, սիրելի հետևորդներ ջան։ Մի կողմից էլ շատ հաջողություն էր ինձ համար, որ այդ փոթորիկը իմ փեթակները վայր չգցեց, քանի որ իմ այստեղի տարածքը, այս կողմը, ես հատուկ թողնում եմ, այդտեղ համ յասամանի ծառն է, դե գիտեք, որ յասամանը ինքը թփուտային ծառ է, ու մեկ էլ այդտեղ տխիլի ծառն է, էդ էլ է թփուտային ծառ, ու այս կողմից եկող քամին կամ փոթորիկը գրեթե 80%-ով պահպանում է, դրա համար եմ հենց իմ փեթակները այս հատվածում դասավորել, մանավանդ որ դիմացն էլ ազատ է ու իրանց թռիչքի տեղը ազատ է լինում։ Համենայն դեպս, հնարավորինս քամու ուղղությունը, որ մեծամասամբ այս կողմից է վտանգը, որ կշրջի, դրա համար այդտեղ յասամանից թուփն ու այդ տխիլի ծառը լավ պահում է։ Երբ որ պատուհանից նայում էի, նույնիսկ ուզում էի դուրս գալ ու ստեղ մնալ, որ հանկարծ այդ քամին շուրջ տա էլի իմ փեթակնին, վնասը հետևից չլինի, արդեն տեսնում էի, որ աչքիս առաջ այդ ամեն ինչը փշրվում է, բայց արդեն նաև ուշքս ստեղ էր ու պատուհանից այս կողմն էի նայում։ Բարեբախտաբար, իհարկե անդադար Աստծուն խնդրում էի այդ ընթացքում, որ գոնե փեթակներս տեղից չշարժվի, տանիքը չվերցնի քշի, իսկ եթե տանիքը տանի, արդեն կբացվեր ու հենց փեթակի մեջ կոչնչացներ մեղուներին։ Նույնիսկ եղել է ժամանակ, որ այո, քամին այնքան ուժեղ է եղել, որ փեթակ է շրջել, էդ էլ է եղել, օրինակ տարիներ առաջ պատահել է, գիշերվա ընթացքում ուժեղ փոթորիկ է եղել,
պտտա հողմա եղել ու տվել ա ու փեթակը շուր տվել։ Էտել եմ տեսել, էտել ա գլուխս եկել։ Մի խոսքով, սիրելիներս, կարևորը փեթակները ստեղում մնացին, ստեղ ծուխը մի քիչ լավ չի ուզում լինի, քիչ տեսնեմ, նորից հանեմ, քանի որ հազիվ կարողացա այս փայտերը ճարել չոր, ոնց որ թե չունեի էլի, պատրաստի չունեի, նոր պիտի պատրաստվեի այս ամենին։ Հիմա արդեն սրանից հետո պատրաստ կլինեմ ու մի տոպրակի մեջ, ինչպես միշտ, եթե կհիշեք շատ-շատերդ, որ շուտվանից եք ինձ հետևում, սիրելիներս, գիտեք, որ նման հարցերում ես միշտ էլ կազմ ու պատրաստ եմ լինում, և նույն տեմպերով իհարկե կսկսեմ։ Մաքրություններ դեռ չեմ կատարել, քանի որ ուզում եմ այդ ամենը չորանա, դե որ չորանում է, արդեն այդ տեսքը կորցնում է ու մաքրելու ժամանակ այդքան էլ սրտիս ցավ չէր պատճառի, էլի։ Այս ժամերին եմ ուզում նայեմ մեղուներիս, հատկապես, որ հասկանամ, շատ է աշխատավոր մեղվին վնաս եղել, թե չէ, հենց այսպես էլ, որ փեթակի բերանը բացեմ, քանի որ երեկոյան ժամերին արդեն այս ժամերին հատկապես աշխատավոր մեղուն արդեն տուն է գալի, ինչպես որ աշխատավոր մարդը, սիրելիներս։ Միշտ ասել եմ, չէ, որ կենդանիներից սովորելու շատ բան ունենք, և իսկապես այն օրը, որ ստեղ նստած էի, ի սրտե ինձ շատ օգնեց։ Ամեն բան չի, որ օրինակ կարող ենք էլի բարձրաձայն ասել, բաներ էլ կա, որ չի ասվում, ու նման դեպքերում մեր ժողովուրդը մի լավ խոսք ունի ասած, էլի ասում ենք, ամեն բան ասվում չի, ամեն բան ուտվում չի։ Խոնավություն կա, դրա համար էլ դժվարանում եմ, բայց ոչինչ, շուտով կլինի։ Ստեղ արդեն ես տեսնում եմ, որ իմ ծուխը լինում է, սիրելիներս, և կարող եմ հեշտությամբ աշխատել իմ մեղուների հետ։ Հատկապես, դե որ աշխատավոր մեղուն արդեն այս ժամին փեթակ է գալիս, արդեն վտանգը շատ է, որ կկծեն։ Եթե կծեն էլ, դե ոչինչ, գիտեք, որ ալերգիա չունեմ գծելուց, մենակ որ գծում են այդ պահին մի պուճուր ցավ ա տալի, հետո անցա կենում։ Ամենառաջ ուզում եմ վերցրածս ցակը նայեմ, քանի որ այս պահին նա ավելի շատ է կարևոր, որ իմանամ մայրապտուկ են հյուսել, թե ինչ վիճակում է։ Այս պատրաստ է։ Այս մնացած փայտերը մի կողմ եմ դնում, սպիչկներ, և սկսում իմ աշխատանքը։ Կրետները հեռու մեր փեթակներից, ստեղ կտորը լավ չոր, այսինքն այդ սելավը չի մտել մեջը։ Չորը բացելուց առաջ պետք է զգուշորեն բացենք ու ծուխ տանք։ Արդեն ես տեսնում եմ, որ հանգիստ աշխատում են, մնում է մայրապտուկը գտնեմ։ Շորի վրա էլ եմ նայում, քանի որ երբ որ մայրը նոր դուրս եկա ծարվում, կարա նաև շորի վրա բարձրանա։
Ամսի 9-ին է մեզ ձագը վերցրել, սիրելիներս, հիմա տեսնեմ։ Արդեն շատերդ գիտեք, որ փեթակի բերանը բացում եմ, երբեմն պիտի լռեմ։ Ստեղ դեռ ձուկ ա դուրս գալու և առաջ գնամ։ Ստեղ էլ կա դեռևս ձու դուրս գալու և մայրապտուկը գործել են։ Ահա, շատ լավ է, փառք Աստծո։ Եթե մայրապտուկը գործում են, ուրեմն մայր կլինի, բայց դեռևս վերջնական չէ, քանի որ մայրը դեռևս պետք է թռիչք կատարի և ողջ և առողջ թռիչքից հետո փեթակ վերադառնա։ Ահա, այսպես, ուրեմն այս կողմը 4 հատ արդեն գործել են, շատ լավ է։ Տեսնենք այն մյուսի վրա էլ կա։ Ստեղ չի երևում, բայց նաև մտածում եմ, որ կարող է այս օրերի ընթացքում, քանի որ մեղուն քշերուցեր է անում, այդ ամեն ինչում, արագացնում է, մանավանդ այս շրջանին, արագացնում է իր մայրի ստեղծմանը, որպեսզի իր այս թագուհին ունենան։ Դրա համար մտավախություն կա նաև, որ կարող է մեկը դուրս է եկել ու դեռևս նրանք կան։ Շատ լիքը խորը գիտություն, սիրելիներս։ Հիմա ես մի պահ էլի լռեմ, որպեսզի ճիշտ հասկանամ իմ գործը։ Փաստորեն ընդեղ մայրապտուկը գործել են, սիրելիներս, բայց նաև չեմ իմանա, էլի կարող է ինչ-որ մեկ ավելի շուտ ելնեն գործած ու դուրս եկած ելնի։ Հիմա ընդեղ էլ կուսումնասիրեմ, ընդեղ քանդում են, թե տաքացնում են։ Եթե տաքացնում են, ուրեմն ուրիշ մայր չկա։ Այս այնտեղ մի լավ կուսումնասիրեմ։ Մեղուներին նայելը ընդհանրապես չի սիրում շտապողականություն։ Տեսնում եք, ստեղծողը անմիջապես գալիս ու քամին սենց բերում է ներսն ա լցնում։ Մի հատ էլ նայելով հետ գնամ, լավ համոզվելու համար։ Այս իմ տված մեղրն ա, որ մի մասը կերել են, մի մասը դեռ կա։ Կերապաշարը ունեն։ Այսպես։ Չէ, նոր դուրս եկած մայր չունեն, նոր պիտի դուրս գա ու մոտ օրերս դուրս կգա։
Նույնիսկ ես դրանից էլ եմ ճանաչում, սիրելիներս, թե երբ դուրս կգա։ Հիմա նորից կստուգեմ մայրապտուկների տեսքը։ Ահա։ Այստեղ տաքացնում են, շատ լավ է, շատ լավ է։ Հիանալի։ Երբեմն պատահում է, որ ձագ ենք վերցնում, հետո մայրապտուկ չեն գործում։ Հետո ստիպված ենք լինում էլի վրան աշխատել։ Շատ բարի, այստեղ էլ ունենք մայրապտուկ, հեսա։ Ջան, դե լավ է, քանի որ ունենք մի քանի հատ, այդ մի քանիսից ամենալավն է դառնում փեթակի թաքուղին։ Քանի որ արդեն բացել էի արկանոցի առաջը, նույնիսկ արդեն նեկտար են բերել։ Նեկտարը, սիրելիներս, ով չգիտի, ասեմ, որ ծաղիկների և թենց բույսերի քաղցր հյութն է, ջրիկ տեսքով, իսկ ծաղկափոշին արդեն փոշին է։ Դրանք ուզում եմ, որ տարբերեք, ովքեր որ չգիտեն։ Շատ ուրախացա և տրամադրությունս բարձրացավ, սիրելիներս։ Եվ ես իմ բարձր տրամադրությունը ձեզ եմ փոխանցում։ Ահա։ Եվ արագորեն ուզում եմ փակեմ ստեղ։ Այսպես։ Մի հատ ծուխը պետք է վերանայեմ, սիրելի հետևորդներ ջան, որ կարողանամ արդեն մայր փեթակը նայեմ, ստեղ ծուխս արդեն իմ սրտով չի, ծուխը պատրաստեմ և նորից միանամ ձեզ, որպեսզի շատ ժամանակ չձգենք։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն այս կողմը լավ շվակն ընկել է ու հենց դա էլ ինձ պետք է, այսինքն այն պահն է, որ դրսից աշխատավոր մեղուների մեծամասնությունը վերադարձած կլինի։ Հիմա բացեմ և տեսնեմ արդյունքը։ Քշա։ Հավերի կուտն ու ջուրը տված, բայց էլի գալիս են ձենիս վրա իմ մոտ։ Ահա։ Ընդհանրապես օրվա մեջ աշխատավոր մեղուն մի քանի անգամ գնում է, հետո գալի փեթակ։ Եթե լավ շրջանն ալում, մինչև 5 անգամ մեղուն գնում է, գալի մի մեղուն, օրվա մեջ 5 անգամ այդքան կիլոմետրը կտրում է, չհաշված աշխատելու ընթացքը։ Հիմա այստեղ ես լավ արդյունք եմ տեսնում, սիրելիներս, բայց միևնույնն է, ինչ-որ մի տոկոս հաստատ ջարդվել է։ Ամեն դեպքում հուսալի վիճակ եմ տեսնում այստեղ, ահա։ Երբ որ ծուխ եմ անում, մեղուները իջնում են ներքև։
Դրա համար հենց սկզբի պահն է, հենց որ բացեմ, առանց ծուխ տալ, մի հատ այդ պահից ես հասկանամ, արդյոք ինչ վիճակ է։ Քանի որ վիճակը գոհացնող է, սիրելիներս, ես սկսեմ իմ գործը լռության մեջ կատարել, ահա։ Գիտեմ, որ անգամ մեղուներիս հետ աշխատելը ինչքան էլ որ երկար տևի, ես շատ լավ գիտեմ, որ շատերի տա հետաքրքրում։ Դրա համար մի փոքր դեռևս կմնամ ձեր հետ։ Ահա։ Այստեղ թրիչքատախտակին իմ ծխարարը կծխի, ես էլ աշխատեմ։ Ջան, շատ անուշ բույր է գալի, հենց որ բացում ենք փեթակի բերանը, այստեղ աշխատում են իմ մեղուները, պակաս բրատը լրացնում են։ Ահա, հիանալի, սա մի կողմ եմ դնում, որպեսզի կարողանամ հեշտ աշխատել։ Իհարկե, շատ զգուշ եմ վարվում։ Տեսնում եք, որ մատերով եմ վերցնում, ոչ թե այն երկաթի կտորով, որին քերի չենք ասում։ Ահա։ Վիճակը հուսադրող է, սիրելի հետևորդներ ջան։ Որն էլ որ նոր պետքա դուրս գա, նոր պետքա ծնվի, արդեն կգա տեղը կլրացնի։ Էս իրանց կերապաշարն է, էս կողմը։ Այսինքն կերով ապահով են, քանի որ հիմա իրանց զարգացման շրջանն է ու իրանց կերապետ։ Դրա համար էլ երկու ռամկա մեղրով տվեցի իրենց։ Ստեղ արդեն կարմիր ձուն է, հետարքիր, բուրումնավետ, տրամադրություն բարձրացնող։ Ջան, նաև պետքա շատ ուշադիր նայեմ, որ հանկարծ ձագատեն չսկսվի։ Ահա, դրա մասին շատ երկար կարող եմ խոսել, բայց հիմա լռում եմ, քանի որ մի դրա վախտը, չի է։ Ուզում եմ հասնել այն մասը, որտեղ որ նոր ռամկա էի դրել, որ մայրը ձվի։ Մեր թաքուհին։ Ոյ։ Ստեղ դուրս է եկել մեղուն ու մայրը եկել է ձվել աստեղ։ Շատ լավ է, փառք Աստծո։ Այստեղ նույնպես։ Բայց էս իմ դրածը չի էլի։ Ահա։ Ես մեծ ռամկաներին դրածը, հիմա տեսնեմ ինչ արդյունք է և իհարկե հրաշալի թաքուհին էլ էստեղ է, սիրելի հետևորդներ ջան, քանի որ երեկոյան ժամերն է ու չեմ ուզում մեղուներին բարկացնել, աշխատավոր մեղվին չի կարելի բարկացնել, դրա համար չեմ ուզում մոտեցնեմ նորից, մի արևոտ պայծառոր կմոտեցնեմ և այս պահերն էլ կտեսնեք։ Քանի որ քչերին է հաջողվում բացած փեթակ տեսնել։ Մարդիկ կան թաքցնում են, ցույց չեն տալիս, անգամ ծանոթին, բարեկամին, հարևանին, ընտանիքին, ցույց չեն տալի, իբր թե աչքի կգա։ Ես նման բաների չեմ հավատում, սիրելիներս։ Այսպես, հրաշալի, մայրը էստեղ է, բայց մի հատ մայրը ուզում եմ էս կողմ բերել, որպեսզի դասավորություն տամ, հազիվ բացել եմ։ Ահա, զգուշորեն
Այս կողմն եմ դնում։ Օրը հանգիստ է, քամի չկա։ Եվ այստեղ դասավորություններ եմ կատարում։ Ահա։ Տեսնում եք այդ կախված մեղուներին, սիրելիներս։ Դրանք աշխատում են, իրար փոխանցում են, այն ռամկայի ներքևը, որ կախված են։ Ոյ, այստեղ մեղուն հարցակվեց ինձ վրա։ Ահա, խայթը հանեմ։ Ոյ, մի քիչ էլ էսա ցավը կանցնի եւ ուզում եմ փակել արդեն, քանի որ նկատում եմ, որ հարցակում է սկսվում։ Ահա։ Ես ձեզ ասում առայժմ, սիրելիներս, արագորեն փակում հեթակը։ Պակա, պակա, պակա։